Իհարկե դրա մասին շատ է խոսվել, որ Նիկոլն է հանձնել, Նիկոլն է պատասխանատու, շատ էսի կարծիքներ են լսել, բայց այստեղ երրորդ նախագահի կողմից արդեն ընչեց, ավելի մանրամասն ներկայացեց, որ իսկապես այդ հնարավորությունը իրենք ունեին, նախ ինչու է ճանապարհ ընտրեցին եւ մինչեւ 99.9% հայությունը դուրս չեկավ, իրենք այնտեղից դուրս չեկան եւ բացի այդ, իհարկե զարմանալու հարցեր կա, օրինակ Սամվել Բաբայանը եւ ոչ միայն վերջին կամ մյուս պաշտպանության նախարարները, գեներալները, այդ ինչպես եղավ, որ կարողացան դուրս գալ, բայց այս անձինք հայտնվեցին Բաքվի բանտում։ Ուրեմն շատ կարևոր հարց եք բարձրացնում, որին ես ուզում եմ մի քիչ հանգամանալից անդրադառնալ, որովհետև գիտեք, որ դատական process-ը Արցախի քաղաքական էլիտայի Բաքվի ռազմական դատարանում արդեն ավարտվել է, բացառությամբ Ռուբեն Վարդանյանի դատական process-ի եւ հիմա այս օրերին գնում են արդեն վերջին կողմերի վերջին խոսքը եւ վերջին խոսք բնականաբար կտրամադրվի Արցախի քաղաքական էլիտային եւ ցավով պիտի ասեմ ինչպես հայտարարեց Յուսուլ այսպես կոչված մեղադրողը Ադրբեջանի պետական մեղադրողը նրանց բոլորին վերագրվող ուրեմն հոդվածներով նրանք ճանաչվել են մեղավոր, այսինքն ես նայել եմ Ադրբեջանի ուրեմն քրեական օրենսգիրքը, ինչու մեղադրվում է Արցախի քաղաքական էլիտան եւ պիտի շատ վատ բան ասեմ, ավելի քան վստահ եմ, որ առաջիկա օրերին, երբ որ կհրապարակվի վերջնական մեղադրական վճիռը, նրանք բոլորը դատապարտվելու են պատժի առավելագույն չափով, դատապարտվելու են ցմահ ազատազրկմամբ նույնը Ռուբեն Վարդանյանը, որի դատական վճիռը դեռևս գնում է եւ այո Երրորդ նախագահը հրապարակեց մի փաստ, որ եղել է նախնական ցուցակ, թե Ադրբեջանը ում պիտի կալանավորի, ում պիտի չկալանավորի, չեն կալանավորվել օրինակ գործող պաշտպանության նախարարը, չի կալանավորվել վիձիծիլի սպարծիվկով եւ թրաշած բեղերով հակարի կամուրջը անցած Սամվել Բաբայանը, բայց դրա փոխարեն կալանավորվում է Սամվել Բաբայանի իբր 90-ականների սկզբին վարորդը Վագիվ Խաչատրյանը, որի 70-ամյակը լրացավ օրեր առաջ Բաքվի բերդում եւ Վերան աղջիկը, որի հետ ես մշտապես կապի մեջ եմ, շատ հուզիչ կերպով շնորհավորել էր իր տարեց հոր ծնունդը եւ այո իրապես բազմաթիվ են տեղեկությունները եւ ես խոսել եմ նաեւ Արցախի այն падգամավորների հետ, ովքեր վերջի օրերին վերջի ժամերին են դուրս եկել Բակո Սահակյանի, Արկադի Ղուկասյանի, Լևոն Մնացականյանի եւ մյուսների մոտից, այո նրանք պնդում են, որ բազմաթիվ առաջարկներ ա եղել Արցախի քաղաքական էլիտային լքել Արցախը, առաջարկ ա եղել անտառներով նրանց հանել դուրս, բայց նրանք բոլորը պատասխանել են, որ ոչ միջև վերջի արցախցին չանցնի հակարի կամուրջը, մենք մնալու ենք եւ դուրս չենք գալու, իսկ այն, որ եղել է ցուցակ եւ ինչպես երրորդ նախագահը նշեց, շատ մեծ կասկածներ կան, որ ցուցակը ճշտվել է նաեւ Հայաստանի ներկա կառավարիչների հետ, թե ով պիտի գերեվարի, այո, ամեն ինչ հնարավոր է եւ գալու է ժամանակը մենք այդ ամեն ինչի մասին իմանալու ենք, այո, այսինքն այն մարդիկ, որ վերջնական բանը խանգար էին Արցախի թեմայի փակման, այդ մարդկանց ուղարկեք այստեղ, որ թեման վերջնական փակեն, որովհետեւ տեսեք ինչ մարդիկ են այսօր, երբ որ Նիկոլը իր ամոթ խոսքով է թիմը վերջնական ամեն ինչով առավոտ ու գիշեր երթում պատառ Էրդողանի Ալիևի արչեւ, որ ես էլ ինչ անեմ, ես հրաժարվել եմ Արցախից, ես ասում եմ, որ քաղաքական այդ հարցը 30 տարի եղել է, ես լուծել եմ այդ հարցը, սոցիալ հոգեբանական այդ հարցն է մնացել, բանտում գտնվող Ռուբեն Վարդանյանն ասում է Արցախի թեման փակված չի, դուք պատկերացնում եք, ես ինչ մարդիկ են, պատկերացնում եք, այո, Ռուբեն Վարդանյանը, ով գիտի, որ այդ բարի համար, ինչ կարող են անել, կամ ինչ են արել,
Ռուբեն Վարդանյանի հետ եւ մյուսների հետ մի հատ նայեք, այս մարդկանց դեմքին մի հատ մահա, հայացքի մեջ մահ կա, ինչ սարսափի միջով են անցնում եւ ինչ է սպասում, ասում են Արցախի թեման փակված չի կամ ինչ էին անում Լևոն Մնացականյանի հետ եւ Լևոն Մնացականյանը ոնց է պատասխանել։ Բա դու այսօր առոք փառոք նստած առավոտ ու գիշեր Արցախը հանձնում, Արցախից է հրաժարվում, հəլևենակ Արցախով լիներ, կարողա շատերին ասեին դե լավ է, չէ, մի հատ է Սևանա պատրաստում հանձնել։ Հիմա վերադառնանք, ահա հենց այդ կարևոր խնդրին, նախ միջև անկլավների խնդրին, որը Նիկոլ Փաշինյանը կրկին անկլավները նկատի տեղեկացնեմ ձեզ, որ Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքն են, խոսքը Տավուշի 3 գյուղերի մասին է եւ խոսքը Տիգրանաշենի Քյարքիի մասին է եւ ինչպես Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակը 2 օր առաջ հայտարարեց, առաջիկայում Ադրբեջանը ստանալու է եւ մեր օրակարգում է, ինքը ասեց Ղազախի 3 գյուղերը, խոսքը Տավուշի 3 գյուղերի մասին է, որոնք կրկնում եմ Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածք են եւ որը Տիգրանաշենի մասին է, որը առաջիկայում այս իշխանությունը հանձնելու է Ադրբեջանին, բայց ուզում եմ այստեղ, քանի որ վստահ եմ, որ չեք լսել, ցիտել Ադրբեջանի հոգևոր առաջնորդ Ալաշուքյուր Փաշազադեին, ինչ ասաց Փաշազադեն, մի քանի օր առաջ ըստ էության Փաշազադեն հայտարարեց, բացահայտեց Ադրբեջանի պլանը, իսկ այդ պլանը թուրք-ադրբեջանական տանդեմի պլանը Հայաստանի ոչնչացումն է, խոսելով հայ առաքելական եկեղեցու դեմ, Փաշազադեն բառացի ցիտում եմ Փաշազադեին, որ նիկոլական ոհմակը չասի սուտա, չկա նման բան, Փաշազադեն հայտարարեց, ինչ ա ուզում հայ առաքելական եկեղեցին, հայ առաքելական եկեղեցին ուզում ա, որ երբ որ չլինի Հայաստան, այսինքն ասում ա, որ մեր ծրագիրը Հայաստան չլինելն ա, եւ հայ առաքելական եկեղեցին ուզում ա, երբ որ Հայաստան չլինի, ինքը Վատիկանի նման, որպես եկեղեցի պետություն շարունակի ոնց ասեմ, որ Հայաստան չի լինելու, այո, շարունակի գոյություն ունենալ Ադրբեջան